Սաղ կյանքս բարի գործեր եմ կատարել, Աստծո առաջ ես պարզ ճակատով եմ ներկայանալու։ Այսպիսի մարդիկ շատ կան, չէ, որ տենց արտահայտություն են անում։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը այս մասին։ Յուրաքանչյուր մարդու կյանքում բարի գործերը կարևոր դեր են խաղում։ Աշխարհի վրա ապրող գրեթե ամեն մարդ ինչ որ մի բարի գործ է արել։ Ոմանք օգնել են հիվանդներին, ողորմություն են տվել չքավորներին, մյուսները բարիք են ցուցաբերել թշնամիների հանդեպ։ Այս բոլորը բարի գործեր են, սակայն այս բարի գործերից եւ ոչ մեկը չի կարող ընդունելություն ապահովել Աստծո մոտ։ Աստված ասել է, որ մեր բոլոր բարի գործերը կամ մեր բոլոր արդար գործերը անմաքուր լաթի պես են։ Եսայա 64:6 խոսք։ Մեր լավագույն ընծան Աստծո աչքերում կեղտոտ, գարշահոտ, հագուստի պես է։ Դուք կարող եք օր ու գիշեր աղոթել, բարին գործել եւ այնուամենայնիվ դժոխքում հավիտյան կորչել։ Աստված մեր աղոթքներով եւ բարի գործերով չէ, որ ընդունում է մեզ, այլ միայն Հիսուս Քրիստոսին հավատալով։ Շատ կարևոր է Հիսուս Քրիստոսին ընդունելուց հետո բարի գործեր կատարելը։ Երբ մենք խնդրում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը կառավարի մեր կյանքը, ապա պետք է գոհացնենք նրան ապրելով իր փառքի համար, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Եփեսացի 2:9 խոսք։ Գործերով չենք կարող վաստակել մեր մեղքերի թողությունը, հակառակ դեպքում կհպարտանանք եւ մեղք կգործեինք։ Աստված չի կամենում, որ գոռոզանանք։ Այժմ նա իր պարգև առաջարկում է ամեն մարդու, ով պատրաստ է հավատքով ընդունելու այն, եւ ներումը չի տրվում ոչ աղոթքով, ոչ գործերով, այլ միայն Հիսուս Քրիստոսին ընդունելով, որովհետեւ շնորհքով ենք փրկված հավատի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Եփեսացի 2:8-9 խոսք։